Երբ Մոսկվայի մարզադաշտի դռները փակվեցին 1950 թվականի հոկտեմբերի, այն սառը երեկոյան, սովետական մարզաշխարհի ամենահզոր մարդիկ գիտեին. նրանք պետք է կատարեն հրաման, որը կոտրում էր բոլոր արդարության օրենքները։ Դատավորների սեղանին ընկած էր փակ ծրար, կարմիր կնիքով, որի վրա գրված էր միայն մեկ բառ՝ հրահանգ։ Այդ փաստաթղթի մեջ հստակ նշված էր. հայ մարզիկը չպետք է հաղթի, անկախ նրանից, թե ինչ կատարի ջաղերի վրա։ Բայց ով էր տվել այդ հրամանը եւ ինչու։ Կրեմլը վախենում էր մի երիտասարդի մկանների ուժից ավելի, քան ատոմային ռմբից։ Ինչու պետք էր ոչնչացնել մարդուն, որը դեռևս չէր հասցրել ասել իր առաջին խոսքը աշխարհին։ Ով էր այն ստվերային ուժը, որը որոշեց՝ Ալբերտ Ազարյանը պետք է մնա անտեսանելի, թեկուզ նրա մարմինը ստեղծում էր այնպիսի տարրեր, որոնք ֆիզիկայի օրենքներին էին հակասում։ Այս պատմությունը ոչ թե հաղթանակի մասին է, այլ այն գաղտնի պատերազմի մասին, որը մղվում էր մարզադաշտի լույսերի ներքո, որտեղ յուրաքանչյուր շարժում կարող էր դառնալ քաղաքական դատավճիռ։ Երբ Ալբերտ Ազարյանը ծնվեց 1923 թվականի փետրվարի 11-ին, Գյումրիի փողոցներում դեռ կային առաջին համաշխարհային պատերազմի հետքերը, իսկ օդում նոր ռեժիմի երկաթյա հոտը։ Նրա հայրը Վազգենը աշխատում էր երկաթուղու դեպոյում 12 ժամ օրական, իսկ մայրը Սիրանուշը լվանում էր ռուս սպաների սպիտակերեն 3 ռուբլով շաբաթը։ Նրանց տունը 2 սենյականոց քարե շինություն Կումայրու թաղամասում, ձմռանը սառչում էր այնքան, որ ջուրը կոնքերում սառույց էր դառնում մինչև առավոտ։ Բայց այդ տանը ապրում էր տղա, որի ձեռքերը թեկուզ դեռ հնգամյա կարողանում էին բռնել հոր երկաթյա գործիքները եւ պահել դրանք անշարժ մի րոպե, 2 րոպե, 3 րոպե, մինչև մեծահասակները սկսում էին անհանգստանալ։ Սիրանուշը հիշում էր, թե ինչպես Ալբերտը դեռ 6 տարեկան կախվում էր բակի հին ընկուզենու ճյուղից եւ կարողանում էր մնալ այնտեղ ոտքերը երկնքին ուղած, մինչև արևը թաքնվեր արագածի հետևում։ Հարևանները ծիծաղում էին, կանայք խաչ էին հանում, մտածելով, թե երեխան կախարդված է։ Բայց Վազգենը լուր նայում էր որդուն եւ հասկանում. այս մարմինը ստեղծված է ոչ թե երկրի, այլ երկնքի համար։ Բայց Գյումրին 1930 թվականներին տեղ չէր հրաշքների համար։ Քաղաքը դեռ չէր հավատում, որ կարող է ծնել չեմպիոն, երբ նույնիսկ հացը բաժանվում էր կտրոններով։ Երբ Ալբերտը 10 տարեկան էր, նրան տարան Գյումրու մարզադպրոց, ոչ թե երազանքների, այլ անհրաժեշտության պատճառով։ Մայրը հիվանդացել էր թոքախտով, հայրը կորցրել էր աշխատանքը խմելու պատճառով, եւ 10 տարեկան տղան պետք է ինչ-որ կերպ չէ որ կերպ ապրուստ վաստակեր։ Մարզադպրոցը տալիս էր օրական 1 անգամ ճաշ եւ 30 կոպեկ ամսական, լավագույն աշակերտներին։ Ալբերտը մտավ այնտեղ նիհար, լուր, մութ աչքերով, որոնք նայում էին ոչ թե մարդկանց, այլ անտեսանելի հեռավորության մեջ։ Առաջին մարզիչը Արամ Տեր-Հովհաննիսյանը հիշում էր, թե ինչպես այդ տղան առաջին անգամ բարձրացավ ջաղերի վրա եւ կատարեց տարր, որը նույնիսկ անուն չուներ դեռ սովետական մարմնամարզության բառարանում։ Նա կախվեց ջաղերից, մարմինը հորիզոնական դիրքում, բազուկները ուղիղ եւ մնաց այնտեղ, անշարժ, ինչպես քանդակ, մինչև դահլիճում բոլորը լռեցին։ Երբ նա իջավ, Արամը մոտեցավ եւ հարցրեց. «Ո՞վ սովորեցրեց քեզ սա»։ Ալբերտը պատասխանեց. «Ոչ ոք։ Ես պարզապես զգացի, որ կարող եմ»։ Այդ օրից սկսվեց ճանապարհը դեպի անհայտ, բայց արդեն իսկ նշանակված դատապարտություն։ Քանի որ Մոսկվան չէր ուզում, որ հայ տղան դառնա խորհրդանիշ, եւ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ արդեն իսկ գրում էր նրա անունը սև ցուցակում։ Բայց ով էր այդ մարդը եւ ինչու նա վախենում էր Ալբերտ Ազարյանից ավելի, քան ցանկացած թշնամուց։ 1939 թվականին, երբ Ալբերտը 16 տարեկան էր, Գյումրու մարզադպրոցը ստացավ հեռագիր Մոսկվայից։ Հեռագրում գրված էր. ուղարկել լավագույն 3 մարզիկներին հանրապետական առաջնության, Ազարյանին չներառել։ Արամ Տեր-Հովհաննիսյանը կարդաց այդ տողերը 3 անգամ, հետո պատռեց թուղթը եւ նետեց վառարանի մեջ։ Նա գիտեր, եթե չուղարկի Ալբերտին, ապա դավաճանում է ոչ միայն տղային, այլև ամբողջ հայ ժողովրդին, որը դեռ չգիտեր, որ ունի հերոս։ Բայց եթե ուղարկի, ապա դատապարտում է նրան այն համակարգի ատամներին, որը արդեն իսկ սրում էր իր սուրերը։ Արամ ընտրեց երկրորդը։ Նա կեղծեց ստորագրություն, փոխեց ցուցակը եւ Ալբերտի անունը գրեց առաջին տողում։ Երբ նրանք նստեցին գնացքի մեջ դեպի Երևան, ապա Մոսկվա, Արամը նայեց տղային եւ ասաց. «Ալբերտ, քեզ ատելու են, ոչ թե քո թերությունների, այլ քո կատարելության համար։ Պատրաստ ես դրան»։ Տղան պատասխանեց. «Ես պատրաստ եմ ամեն ինչին, բացի մեկ բանից՝ ստելուց»։
Մոսկվայի մարզանտրանքները անցկացվում էին Դինամոյի մարզադաշտում, հսկայական սառը մետաղյա կառույցում, որտեղ լույսերը այնքան պայծառ էին, որ մարզիկները չէին տեսնում դատավորների դեմքերը։ Ալբերտը մտավ դահլիճ իր հին կարգտված մարզաշորերով, որոնք Սիրանուշը կարել էր հին վարագույրներից, եւ տեսավ ռուս մարզիկներին, նոր ադիդասներով, փայլուն մարմիններով, վստահ հայացքներով։ Նրանք նայեցին հայ տղային եւ ծիծաղեցին։ Մեկը բարձրաձայն ասաց. «Նայեք, գյուղացին եկել է Մոսկվա»։ Ալբերտը չպատասխանեց։ Նա պարզապես մոտեցավ ճաղերին, բարձրացավ եւ սկսեց իր ծրագիրը։ Առաջին տարը խաչ։ Մարմինը հորիզոնական, բազուկները տարածված, ինչպես Քրիստոս խաչի վրա։ Նա պահեց այդ դիրքը 10 վայրկյան, ապա 15, ապա 20։ Դահլիճը լռեց։ Ռուս մարզիկները դադարեցին ծիծաղել։ Դատավորները նայեցին միմյանց խուճապահար։ Քանի որ նրանք գիտեին, այս տարը դեռ ոչ մի մարդ չէր կատարել այդքան երկար, եւ եթե նրանք տան նրան բարձր գնահատական, ապա կոտրում են հրամանը, իսկ եթե ցածր, ապա կոտրում են սեփական խղճմտանքը։ Երբ Ալբերտը ավարտեց, դահլիճում տիրեց լռություն, ծանր, անհանգիստ, որը կարծես սպասում էր պայթյունի։ Դատավորները խորհրդակցեցին 5 րոպե, ապա ցույց տվեցին արդյունքը՝ 9 միավոր 10-ից։ Դահլիճը սկսեց աղաղակել։ Հայ մարզիչները ցատկեցին ոտքի վրա, ռուս մարզիկները նայում էին անհավատալիորեն, իսկ Ալբերտը պարզապես կանգնած էր ճաղերի կողքին, քրտինքով թրջված, շնչառությունը հանգիստ, աչքերը դեռ նույն անտեսանելի հեռավորության մեջ։ Արամը վազեց դեպի նրան եւ գրկեց, բայց Ալբերտը շշնջաց. «Նրանք ինձ խաբեցին, չէ»։ Արամը չպատասխանեց, քանի որ ճշմարտությունը ավելի ցավոտ էր, քան ցանկացած ստություն։ Այո, նրանք խաբեցին։ Այո, նրանք կրկին կխաբեն։ Բայց այդ օրը Ալբերտ Ազարյանը դարձավ անունը, որը Մոսկվան չէր կարող այլևս ջնջել, թեկուզ փորձեր անել դա հետագա տասնամյակների ընթացքում։ Բայց ով էր տվել հրամանը նվազեցնել նրա միավորները, եւ ինչու այդ մարդը վախենում էր հայ տղայից, որը չգիտեր նույնիսկ ռուսերեն լավ խոսել։ Պատասխանը թաքնված էր ոչ թե մարզադաշտում, այլ Կրեմլի սենյակներում, որտեղ որոշումներ էին կայացվում ոչ թե մարզական, այլ քաղաքական հիմունքներով։ Եվ այդ որոշումները շուտով կդառնային Ալբերտի կյանքի ամենամութ ստվերները։ 1940 թվականին, երբ Ալբերտը 17 տարեկան էր, նրան կանչեցին Երևանի մարզային կոմիտե, հանդիպման, որը պաշտոնապես կոչվում էր խորհրդակցություն, բայց իրականում էր հարցաքննություն։ Սենյակում նստած էին 3 մարդ, մեկը ռուս, մյուսը վրացի, երրորդը հայ, բայց երեքն էլ հագած էին նույն մուգ կոստյումները եւ ունեին նույն սառը հայացքները։ Ռուսը, որի անունը Ալբերտը երբեք չիմացավ, բացեց թղթապանակ եւ ասաց. «Ազարյան, դու տաղանդավոր ես, բայց տաղանդը բավարար չէ։ Դու պետք է հասկանաս, սովետական մարզիկը ներկայացնում է ոչ թե իր ազգը, այլ խորհրդային միությունը։ Եթե դու շարունակես ընդգծել քո ազգությունը, ապա մենք ստիպված կլինենք վերանայել քո ապագան»։ Ալբերտը նայեց նրան եւ հարցրեց. «Ինչպես եմ ես ընդգծում իմ ազգությունը։ Ես պարզապես մարզվում եմ»։ Վրացին միջամտեց. «Դու խոսում ես հայերեն քո մարզիչների հետ։ Դու երգում ես հայկական երգեր մարզումներից հետո։ Դու մերժեցիր փոխել քո ազգանունը ռուսական տարբերակի»։ Ալբերտը զգաց, թե ինչպես նրա կրծքավանդակում սկսեց բորբոքվել բարկություն, որը նա երբեք չէր զգացել նախկինում։ Նա ասաց. «Իմ ազգանունը Ազարյան, իմ լեզուն հայերեն, իմ երգերը հայկական։ Եթե դա խնդիր է, ապա ես կարող եմ հեռանալ հենց հիմա»։ Սենյակում տիրեց լռություն, որը տևեց այնքան երկար, որ Ալբերտը սկսեց լսել սեփական սրտի բաբախյունը։ Հայ պաշտոնյան, որը մինչ այդ լռում էր, վերջապես խոսեց. «Ալբերտ, նստիր։ Ոչ ոք չի ուզում, որ դու հեռանաս։ Բայց դու պետք է հասկանաս, համակարգը ավելի մեծ է, քան մենք բոլորս։ Եթե դու ուզում ես հասնել օլիմպիական խաղերին, ապա դու պետք է խաղաս ըստ կանոնների»։ Ալբերտը նստեց, բայց նրա աչքերը չփոխվեցին։ Նա ասաց. «Ես կխաղամ ըստ կանոնների, բայց միայն մարզադաշտի կանոնների, ոչ թե քաղաքականության»։ Ռուսը փակեց թղթապանակը եւ ասաց. «Լավ, բայց հիշիր, մենք կհետևենք քեզ։ Յուրաքանչյուր քո քայլին, յուրաքանչյուր քո խոսքին։ Եվ եթե դու սխալվես, ապա մենք կլինենք այնտեղ, ուղղելու քո սխալը»։ Երբ Ալբերտը դուրս եկավ այդ սենյակից, նա զգաց, թե ինչպես նրա ուսերի վրա դրված է անտեսանելի բեռ, որը ավելի ծանր էր, քան ցանկացած ծանրություն, որ նա երբևէ բարձրացրել էր մարզադաշտում։
Նա հասկացավ. նրա պայքարը այլևս ոչ թե ճաղերի վրա է, այլ այն անտեսանելի ուժերի դեմ, որոնք ուզում էին կոտրել նրա ոմեին, կոտրել նրա ոգին, նախքան նրա մարմինը։ Բայց Ալբերտ Ազարյանը չէր գիտի, թե ինչպես հանձնվել, քանի որ նրա մարմինը սովորեցրել էր նրան մի բան. ցավը ժամանակավոր է, բայց պարտությունը հավերժական։ Այդ երեկո նա վերադարձավ Գյումրի եւ գտավ մոր նամակը, որը թողել էր նրա բարձի տակ։ Նամակում գրված էր. Որդիս, ես լսեցի, որ Մոսկվան քեզ սպառնում է։ Խնդրում եմ, մի կռվիր նրանց դեմ, մի դարձիր նահատակ։ Ես ուզում եմ, որ դու ապրես, ոչ թե մեռնես հերոսի պես։ Ալբերտը կարդաց այդ տողերը եւ զգաց, թե ինչպես արցունքները սկսեցին հոսել նրա այտերով, առաջին անգամ 10 տարվա ընթացքում։ Նա գիտեր մայրը ճիշտ է, բայց նա նաեւ գիտեր, եթե հանձնվի հիմա, ապա դավաճանում է ոչ միայն իրեն, այլև բոլոր այն հայ երեխաներին, որոնք երազում էին դառնալ չեմպիոններ, բայց չունեին նույնիսկ հնարավորություն փորձելու։ Նա վերցրեց մոր նամակը, համբուրեց այն եւ դրեց իր սրտի վրա։ Ապա նա գնաց մարզադաշտ եւ մարզվեց մինչեւ լուսաբաց, մինչեւ նրա ձեռքերը արյունահոսեցին, մինչեւ նրա մարմինը աղաղակեց ցավից, բայց նրա հոգին մնաց անկոտրում։ Բայց ով էր այն ստվերային մարդը, որը տվել էր հրամանը սպառնալ Ալբերտին, եւ ինչու նա այդքան վախենում էր հայ տղայից, որը չուներ ոչ իշխանություն, ոչ փող, ոչ էլ կապեր։ Պատասխանը կբացահայտվեր միայն տարիներ անց, երբ արխիվները կբացվեին եւ ճշմարտությունը կդուրս գար իր մութ անկյունից։ Բայց այդ ժամանակ Ալբերտ Ազարյանը արդեն իսկ կլիներ դարձել լեգենդ, եւ նրա թշնամիները կլինեին դարձել մոռացված անուններ պատմության աղբարկղում։ Երբ Ալբերտ Ազարյանը մտավ Հելսինկիի Օլիմպիական գյուղի իր փոքրիկ սենյակը 1952 թվականի հուլիսի 30-ին, նա գտավ իր բարձի տակ թղթի կտոր, որը ծալված էր 4 անգամ եւ կնքված էր կարմիր մոմով։ Նրա սիրտը սկսեց բաբախել, քանի որ նա ճանաչեց այդ կնիքը՝ սովետական մարզական կոմիտեի պաշտոնական դրոշման իշը, որը օգտագործում էր միայն գաղտնի հրահանգրերի համար։ Երբ նա բացեց թուղթը, ներսում գրված էր ռուսերեն, անանուն, առանց ստորագրության. Վաղը քո ելույթից հետո դու կհանդիպես մեզ հետ սենյակ 211-ում։ Սա ոչ թե հրավեր է, այլ հրաման։ Եթե չգաս, քո ընտանիքը Գյումրիում կունենա խնդիրներ։ Մենք գիտենք, որ քո մայրը դեռ ապրում է Կումայրու փողոցում, տուն 37։ Մենք գիտենք, որ քո քույրը աշխատում է գործարանում։ Մի ստիպիր մեզ հիշեցնել քեզ, թե որքան խոցելի են նրանք։ Ալբերտի ձեռքերը սկսեցին դողալ, ոչ թե վախից, այլ այն բարկությունից, որը նա փորձում էր զսպել ամբողջ իր կյանքի ընթացքում։ Նրանք սպառնում էին ոչ թե նրան, այլ նրա ընտանիքին, անպաշտպան կանանց, որոնք երբեք չէին խնդրել լինել մաս այս կեղտոտ խաղի։ Նա նստեց իր նեղ մահճակալի վրա եւ փակեց աչքերը, փորձելով հանգստանալ, բայց նրա գլխում պտտվում էր միայն մեկ հարց. ինչքան ժամանակ նա կարող է դիմակայել համակարգին, որը ունի անսահման ռեսուրսներ եւ զրոյական խղճմտանք։ Նա հիշեց մոր վերջին նամակը, որտեղ նա գրել էր. Որդիս, անկախ նրանից թե ինչ կպատահի, ես հպարտ եմ քեզնով։ Բայց արդյոք հպարտությունը բավարար էր, երբ համակարգը կարող էր ոչնչացնել ամեն ինչ, ինչ նա սիրում էր։ Արդյոք նա պետք է հանձնվեր հիմա, փրկելու համար իր ընտանիքը, թե պետք է շարունակեր պայքարը եւ ռիսկի ենթարկեր նրանց կյանքերը։ Այս հարցը տանջում էր նրան ամբողջ գիշեր, մինչև արևածագը ներկեց Հելսինկիի երկինքը վարդագույն եւ ոսկեգույն գույներով, իսկ նա դեռ չգիտեր պատասխանը։ Հաջորդ առավոտ, երբ Ալբերտը մտավ մարզադաշտ, նա զգաց, թե ինչպես ամբողջ աշխարհի հայացքները կենտրոնացած են իր վրա։ Տրիբունները լի էին հազարավոր մարդկանցով՝ ֆիններ, շվեդներ, ամերիկացիներ, ռուսներ, բոլորը սպասում էին տեսնելու այն հայ տղային, որի մասին լուրերը արդեն տարածվել էին ամբողջ Եվրոպայում։ Բայց Ալբերտը նայում էր ոչ թե տրիբուններին, այլ դատավորների սեղանին, որտեղ նստած էին 7 մարդ՝ 3-ը ռուսներ, 2-ը եվրոպացիներ, 2-ը ամերիկացիներ։ Նա գիտեր, ռուս դատավորները ստացել էին հրահանգներ, բայց նա նաև գիտեր, եվրոպացիներն ու ամերիկացիները չէին ենթարկվի Մոսկվայի ճնշմանը, եթե նա ցույց տար ինչ-որ բան, որը անհնար էր անտեսել։ Նա մոտեցավ ճաղերին, շոշափեց սառը մետաղը եւ զգաց, թե ինչպես նրա մարմինը սկսեց արթնանալ։ Յուրաքանչյուր մկան, յուրաքանչյուր նյարդ, յուրաքանչյուր բջիջ պատրաստվում էր այն պահին, երբ նա կդառնար ոչ թե մարդ, այլ մի տեսակ աստվածային էակ, որը ստեղծված է միայն կատարելության համար։ Երբ նա բարձրացավ ճաղերի վրա եւ սկսեց իր ծրագիրը, դահլիճը լռեց այնպես, որ կարելի էր լսել նույնիսկ քամու շշուկը պատուհանների միջով։ Նրա առաջին տարը խաչ, մարմինը հորիզոնական, բազուկները տարածված, դեմքը հանգիստ, ինչպես քնած երեխայինը։ Նա պահեց այդ դիրքը ոչ թե 10 վայրկյան, ոչ թե 15,
այլ 25 վայրկյան։ Ռեկորդ, որը ոչ մի մարդ չէր կատարել նախկինում։ Տրիբունները պայթեցին ծափահարություններով, բայց Ալբերտը չլսեց դրանք։ Նա լսում էր միայն սեփական շնչառությունը եւ սեփական սրտի բաբախյունը, որը ասում էր նրան. «Շարունակիր, դու դեռ չես ավարտել»։ Երբ նա ավարտեց իր ելույթը եւ իջավ ճաղերից, դահլիճում տիրեց այնպիսի աղմուկ, որ թվում էր պատերը կփլուզվեն։ Մարդիկ ոտքի էին ելել, ծափահարում, աղաղակում, լացում, իսկ Ալբերտը պարզապես կանգնած էր այնտեղ, քրտինքով թրջված, շնչառությունը դժվար, բայց աչքերը դեռ նույն հանգիստ հայացքով։ Դատավորները խորհրդակցեցին 10 րոպե, ավելի երկար, քան սովորաբար, եւ Ալբերտը գիտեր, նրանք կռվում են միմյանց հետ, քանի որ ռուսները փորձում էին իջեցնել միավորները, իսկ եվրոպացիներն ու ամերիկացիները պնդում էին տալ արդար գնահատական։ Վերջապես նրանք ցույց տվեցին արդյունքը՝ 10 միավոր 10-ից, կատարյալ միավոր, որը տրվում էր միայն անթերի կատարման համար։ Դահլիճը պայթեց։ Մարդիկ սկսեցին նետել ծաղիկներ, գլխարկներ, նույնիսկ իրենց շարֆերը, իսկ Ալբերտը նայեց դատավորների սեղանին եւ տեսավ, թե ինչպես ռուս դատավորները նստած էին, դեմքերը մոխրագույն, աչքերը լի ատելությամբ, քանի որ նրանք պարտվել էին ոչ թե Ալբերտին, այլ ճշմարտությանը, որը անհնար էր թաքցնել։ Բայց Ալբերտը չուրախացավ, քանի որ նա գիտեր, այս հաղթանակը նշանակում է, որ նրանց սպասում է պատիժ, եւ այդ պատիժը կլինի ավելի դաժան, քան ցանկացած ֆիզիկական ցավ։ Երբ նա վերադարձավ Օլիմպիական գյուղ, նա գտավ նոր նամակ իր սենյակում, այս անգամ ոչ թե բարձի տակ, այլ բարձի վրա, բաց, որպեսզի նա անմիջապես տեսնի։ Նամակում գրված էր. «Դու կարծում ես հաղթեցիր, բայց դու սխալվում ես։ Հաղթանակը մարզադաշտում ոչինչ է նշանակում, եթե դու կորցնում ես ամեն ինչ, դրանից դուրս։ Հիշիր մեր հանդիպումը սենյակ 211-ում։ Մենք սպասում ենք քեզ ժամը 10 երեկոյան։ Մի ուշացիր»։ Ալբերտը պատրեց նամակը եւ նետեց աղբամանի մեջ, բայց նա գիտեր, նա պետք է գնա, քանի որ եթե չգնա, ապա նրանք կգործեն իրենց սպառնալիքները եւ նրա ընտանիքը կվնասվի։ Նա նստեց իր մահճակալի վրա եւ սպասեց, մինչեւ ժամացույցը ցույց տվեց 9 ժամ 50 րոպե, ապա նա ելավ, հագավ իր մարզական կոստյումը եւ գնաց դեպի սենյակ 211, գիտենալով, որ նա մտնում է գազանների բունը, բայց չունենալով այլընտրություն։ Բայց ինչ էին ուզում նրանցից այդ մարդիկ, եւ ինչու նրանք այդքան վախենում էին նրանից, որ պատրաստ էին սպառնալ անմեղ կանանց։ Պատասխանը սպասում էր նրան այն սենյակում, որտեղ լույսերը մարած էին, իսկ ստվերները ավելի մութ, քան ցանկացած գիշեր։ Սենյակ 211-ը գտնվում էր Օլիմպիական գյուղի ամենամութ հանկյունում, երկրորդ հարկում, որտեղ պատուհանները նայում էին ոչ թե փողոց, այլ ներքին բակ, որտեղ ոչ ոք չէր քայլում երեկոյան։ Երբ Ալբերտը բացեց դուռը, նա տեսավ 3 մարդու ուրվագծերը խավարի մեջ, նստած սեղանի շուրջ, որի վրա վառված էր միայն մեկ փոքրիկ լամպ, որը լուսավորում էր միայն նրանց ձեռքերը, ոչ թե դեմքերը։ Մեկը խոսեց ռուսերեն, ծանր, դանդաղ ձայնով, որը հիշեցնում էր քարի շարժը ձորի մեջ։ «Մտիր եւ փակիր դուռը, նստիր»։ Ալբերտը մտավ, փակեց դուռը, բայց չնստեց։ Նա կանգնեց դռան մոտ, պատրաստ փախչելու, եթե անհրաժեշտ լինի, թեև նա գիտեր, փախուստը անիմաստ է, երբ թշնամին ունի ամբողջ համակարգի ուժը։ Երկրորդ մարդը, որի ձայնը ավելի երիտասարդ էր, բայց ոչ պակաս սառը, ասաց. «Ազարյան, մենք քեզ կանչել ենք այստեղ, որպեսզի բացատրենք քեզ մի բան, որը դու կարծես չես հասկանում։ Դու հայ ես, բայց դու ներկայացնում ես սովետական միությունը։ Երբ դու կանգնում ես ճաղերի վրա, դու կրում ես ոչ թե հայկական դրոշը, այլ սովետական դրոշը։ Եվ երբ դու հաղթում ես ոչ թե Հայաստանի, այլ ՍՍՀՄ-ի համար»։ Ալբերտը զգաց, թե ինչպես նրա կրծքավանդակում սկսեց բորբոքվել այն բարկությունը, որը նա զսպել էր ամբողջ իր կյանքի ընթացքում։ Եվ նա ասաց. «Ես գիտեմ, թե ում համար եմ մարզվում, բայց ես նաև գիտեմ, թե ով եմ ես։ Եվ ես երբեք չեմ ուրանա իմ ազգությունը, անկախ նրանից, թե ինչ դրոշ եմ կրում»։ Երրորդ մարդը, որը մինչ այդ լռում էր, հանկարծ ծիծաղեց, կարճ, չար ծիծաղ, որը հնչեց ինչպես ապակու կոտրվելը եւ ասաց. «Քաջություն։ Մենք սիրում ենք քաջությունը, բայց քաջությունը առանց խելքի է ինքնասպանություն։ Լսիր ինձ, Ազարյան, մենք ունենք քո մոր հասցեն, քո քրոջ աշխատավայրը, քո մարզիչի ընտանիքի տվյալները։ Մենք կարող ենք դարձնել նրանց կյանքը դժոխք մեկ հեռախոսազանգով։ Քո մայրը կարող է կորցնել իր տունը, քո քույրը իր աշխատանքը, քո մարզիչը իր թոշակը, եւ դու կլինես պատասխանատու դրա համար, քանի որ դու ընտրեցիր քո հպարտությունը նրանց անվտանգության նկատմամբ։
Ալբերտը զգաց, թե ինչպես նրա ոտքերը սկսեցին դողալ, ոչ թե վախից, այլ այն անզորությունից, որը նա զգում էր այս պահին։ Նա հասկացավ, նրանք ճիշտ են։ Նրանք կարող են ոչնչացնել նրա ընտանիքը, եւ նա ոչինչ չի կարող անել դրա դեմ, քանի որ նա միայն մեկ մարդ է, իսկ նրանք ամբողջ համակարգ։ Նա ասաց. «Ինչ եք ուզում ինձնից»։ Առաջին մարդը պատասխանեց. «Մենք ուզում ենք, որ դու լռես։ Մենք ուզում ենք, որ դու դադարես խոսել հայերեն հարցազրույցներում։ Մենք ուզում ենք, որ դու դադարես երգել հայկական երգեր։ Մենք ուզում ենք, որ դու դառնաս լավ սովետական մարզիկ, ոչ թե հայ ազգայնական»։ Ալբերտը նայեց նրանց, այդ երեք ստվերներին, որոնք թաքնված էին խավարի մեջ, եւ նա հասկացավ, նրանք վախենում են ոչ թե նրանից, այլ նրանից, ինչ նա խորհրդանշում է։ Նրանք վախենում են, որ նա կդառնա խորհրդանիշ հայ ժողովրդի համար, որ նա կոգեշնչի միլիոնավոր մարդկանց, որոնք ապրում են սովետական համակարգի ճնշման տակ, եւ որ նա կցույց տա նրանց, հնարավոր է դիմակայել եւ հաղթել։ Նրանք վախենում են նրա ուժից ոչ թե ֆիզիկական, այլ հոգեվոր իմաստով, քանի որ նրա ոգին անկոտրում է եւ դա ավելի վտանգավոր է, քան ցանկացած զենք։ Նա ասաց. «Ես չեմ կարող անել այն, ինչ դուք ուզում եք։ Ես չեմ կարող ուրանալ ինձ, բայց ես խոստանում եմ, ես երբեք չեմ օգտագործի իմ հռչակը քաղաքական նպատակների համար։ Ես կմնամ մարզիկ, ոչինչ ավելին»։ Երկրորդ մարդը ասաց. «Դա բավարար չէ, մենք ուզում ենք երաշխիքներ»։ Ալբերտը հարցրեց. «Ինչպիսի երաշխիքներ»։ Երրորդ մարդը դուրս անեց ծրարից մի փաստաթուղթ եւ դրեց սեղանի վրա։ «Ստորագրիր սա։ Սա հայտարարություն է, որտեղ դու խոստանում ես չխոսել հայերեն հանրային տեղերում, չերգել հայկական երգեր, չհանդես գալ հայկական խորհրդանշաններով։ Եթե դու ստորագրես, մենք կթողնենք քո ընտանիքին խաղաղության մեջ։ Եթե ոչ, վաղը քո մայրը կստանա տեղահանման հրաման»։ Ալբերտը նայեց այդ փաստաթղթին եւ զգաց, թե ինչպես նրա աշխարհը սկսեց փլուզվել։ Նա հասկացավ, եթե ստորագրի, ապա դավաճանում է ամեն ինչին, ինչ նա հավատում է, բայց եթե չստորագրի, ապա դատապարտում է իր ընտանիքին տառապանքների։ Նա հիշեց մոր դեմքը, քրոջ ժպիտը, մարչչի հայրական հայացքը եւ նա զգաց, թե ինչպես արցունքները սկսեցին հավաքվել նրա աչքերում։ Բայց նա չլաց։ Նա պարզապես ասաց. «Տվեք ինձ ժամանակ մտածելու համար»։ Առաջին մարդը ասաց. «Դու ունես մինչև վաղը առավոտ։ Եթե մենք չստանանք քո պատասխանը, մենք կհամարենք, որ դու մերժեցիր եւ կգործենք համապատասխանաբար»։ Ալբերտը դուրս եկավ այդ սենյակից, քայլելով ինչպես հարբած մարդ, թեև նա չէր խմել ոչինչ։ Նա վերադարձավ իր սենյակ եւ նստեց պատուհանի մոտ, նայելով Հելսինկիի գիշերային երկնքին, որտեղ աստղերը փայլում էին այնպես պայծառ, որ թվում էր, նրանք ծիծաղում են նրա տառապանքների վրա։ Նա մտածեց. արդյոք արժե մեկ մարդու հպարտությունը ամբողջ ընտանիքի երջանկությունը։ Եվ նա չգտավ պատասխանը, քանի որ երկու տարբերակներն էլ էին սխալ, եւ ճիշտ տարբերակը չկար։ Բայց մի բան նա գիտեր հաստատ. նա չէր կարող ապրել ինքն իրեն դավաճանելով, քանի որ դա նշանակում էր մեռնել ներսից, եւ դա ավելի վատ էր, քան ցանկացած ֆիզիկական մահ։ Արդյոք նա պատրաստ էր զոհել իր ընտանիքը իր սկզբունքների համար, թե պետք է զոհեր իր հոգին իր սիրելիների համար։ 1952 թվականի օգոստոսի 1-ին օրը Ալբերտ Ազարյանը արթնացավ ժամը 6-ին առավոտյան, առանց քնելու ամբողջ գիշեր։ Նրա աչքերը կարմիր էին, նրա մարմինը հոգնած, բայց նրա որոշումը կայացված էր։ Նա վերցրեց թուղթ եւ գրիչ եւ գրեց նամակ իր մորը. «Մայրիկ, ես գիտեմ, որ դու ուզում ես, որ ես ապահով լինեմ, բայց ես չեմ կարող ապրել ստելով։ Ես ընտրել եմ ճանապարհը, որը կարող է բերել տառապանքներ մեզ բոլորիս, բայց ես հավատում եմ, որ ճշմարտությունը վերջում հաղթում է։ Ներիր ինձ, եթե ես սխալվում եմ, բայց ես չեմ կարող այլ կերպ»։ Նա կնքեց նամակը, դրեց ծրարի մեջ եւ տվեց մի ընկերոջը, որը մեկնում էր Երևան, խնդրելով հանձնել այն անձամբ։ Ապա նա գնաց դեպի սենյակ 211 եւ բախեց դուռը 3 անգամ, ուժգին, որպիսի նրանք իմանան, նա եկել է ոչ թե աղաչելու, այլ պատասխանելու։ Դուռը բացվեց եւ նույն ձայնը ասաց. «Մտիր»։ Ալբերտը մտավ եւ տեսավ, որ այս անգամ սենյակում լույակում լույսը վառված էր եւ նա կարող էր տեսնել նրանց դեմքերը։ 3 միջին տարիքի մարդիկ սովորական դեմքերով, որոնք կարող էին լինել ցանկացած մարդ փողոցում, բայց նրանց աչքերը սառ էին, ինչպես ձմեռային սառույցը։ Առաջին մարդը հարցրեց. «Դու որոշեցիր»։ Ալբերտը պատասխանեց. «Այո, ես որոշեցի։
Ես չեմ ստորագրի ձեր փաստաթուղթը։ Ես կշարունակեմ լինել այն, ով եմ, հայ մարզիկ, որը հպարտ է իր ազգությամբ։ Եթե դուք ուզում եք պատժել ինձ կամ իմ ընտանիքին, դա ձեր ընտրությունն է, բայց ես չեմ կարող ապրել ստելով։ Սենյակում տիրեց լռություն, որը տևեց այնքան երկար, որ Ալբերտը սկսեց մտածել, արդյոք նրանք լսեցին նրան։ Ապա երկրորդ մարդը ասաց. Դու հասկանում ես, թե ինչ ես անում։ Դու դատապարտում ես քո ընտանիքին։ Ալբերտը պատասխանեց. Ոչ, դուք եք դատապարտում նրանց, ձեր անարդար համակարգով։ Ես պարզապես ընտրում եմ չլինել ձեր գործիքը։ Երրորդ մարդը ասաց. Դու հիմար ես։ Դու կարող էիր ունենալ հանգիստ կյանք, բայց դու ընտրեցիր պատերազմ։ Ալբերտը ասաց. Ես չեմ ուզում պատերազմ։ Ես ուզում եմ միայն լինել ինձ։ Բայց եթե դուք դարձնում եք դա պատերազմի, ապա դա ձեր ընտրությունն է, ոչ թե իմը։ Առաջին մարդը կանգնեց եւ ասաց. Լավ, դու ունեցար քո հնարավորությունը։ Հիմա դու կտեսնես հետևանքները։ Նա բացեց դուռը եւ ասաց. Դուրս գնա։ Եվ հիշիր, ամեն ինչ կպատահի քո ընտանիքին, քո պատասխանատվությունն է։ Ալբերտը դուրս եկավ այդ սենյակից, զգալով միաժամանակ թեթևություն եւ ծանրություն։ Թեթևություն, քանի որ նա չդավաճանեց իրեն, եւ ծանրություն, քանի որ նա գիտեր, նրա որոշումը կբերի տառապանքներ նրա սիրելիներին։ Նա վերադարձավ իր սենյակ եւ սպասեց, բայց ոչինչ չպատահեց այդ օրը, ոչ էլ հաջորդ օրը։ Մեկ շաբաթ անցավ, ապա երկու, եւ Ալբերտը սկսեց մտածել, արդյոք նրանք զիջեցին, թե պարզապես սպասում են ճիշտ պահին հարվածելու։ Նա շարունակեց մարզվել, շարունակեց մրցել, եւ յուրաքանչյուր անգամ, երբ նա բարձրանում էր ջաղերի վրա, նա զգում էր, թե ինչպես նրա մարմինը դառնում է ավելի ուժեղ, ոչ թե ավելի թույլ, քանի որ նրա ոգին ազատ էր, եւ ազատ ոգին տալիս է ուժ, որը ոչ մի համակարգ չի կարող կոտրել։ Բայց նա նաեւ գիտեր, պատերազմը դեռ չի ավարտվել, եւ ամենավատ հարվածը դեռ գալու է, քանի որ համակարգը երբեք չի մոռանում եւ երբեք չի ների։ Երբ Ալբերտը վերադարձավ Երևան 1952 թվականի սեպտեմբերին, նա գտավ իր մորը նստած իրենց տան բակում, դեմքը ծերացած 10 տարով, աչքերը լի վախով։ Նա վազեց դեպի նրան եւ գրկեց, բայց մայրը չժպտաց։ Նա ասաց. Որդիս, նրանք եկան։ Նրանք ասացին, որ մենք պետք է տեղափոխվենք այլ քաղաք, բայց ես ասացի, ես չեմ գնա, քանի դեռ կենդանի եմ։ Ալբերտը զգաց, թե ինչպես նրա սիրտը սկսեց ճմլվել, եւ նա հարցրեց. Երբ էին նրանք այստեղ։ Մայրը պատասխանեց. Երեկ։ Նրանք ասացին, որ կվերադառնան մեկ շաբաթ հետո, վերջնական պատասխանի համար։ Ալբերտը հասկացավ համակարգը սկսել է իր վրեժ խնդրությունը, եւ նա պետք է գործի արագ, եթե ուզում է փրկել իր ընտանիքը։ Նա գնաց Երևանի մարզային կոմիտե եւ պահանջեց հանդիպում նախագահի հետ, բայց նրան ասացին նախագահը զբաղված է։ Նա սպասեց 5 ժամ, մինչև վերջապես նրան թույլ տվեցին մտնել, եւ երբ նա մտավ, նա տեսավ նույն հայ պաշտոնյային, որը ներկա էր այն հանդիպմանը 1940 թվականին։ Պաշտոնյան նայեց նրան եւ ասաց. Ալբերտ, ես զգուշացրել էի քեզ։ Ես ասել էի, համակարգը ավելի մեծ է, քան մենք բոլորս, բայց դու չլսեցիր։ Ալբերտը ասաց. Ես եկել եմ ոչ թե լսելու քո քարոզները, այլ փրկելու իմ ընտանիքը։ Ինչ պետք է անեմ։ Պաշտոնյան ասաց. Ուշ է։ Որոշումը կայացված է Մոսկվայում, եւ ես ոչինչ չեմ կարող անել։ Ալբերտը զգաց, թե ինչպես նրա ներսում սկսեց բորբոքվել այն բարկությունը, որը նա զսպել էր ամիսներ շարունակ։ Եվ նա ասաց. Եթե դու ոչինչ չի չես կարող անել, ապա ես կգնամ Մոսկվա եւ կկռվեմ այնտեղ։ Պաշտոնյան ծիծաղեց. Դու կգնաս Մոսկվա։ Դու Մոսկվա։ Դու կռվես Կրեմլի դեմ։ Դու հիմար ես, Ալբերտ, բայց ես հարգում եմ քո քաջությունը։ Ալբերտը դուրս եկավ այդ սենյակից, գիտենալով, որ նա մենակ է այս պայքարում, եւ ոչ ոք չի օգնի նրան, քանի որ բոլորը վախենում են համակարգից ավելի, քան սիրում են արդարությունը։ Բայց նա նաեւ գիտեր, նա չի հանձնվի, քանի որ հանձնվելը նշանակում է ընդունել, որ համակարգը ճիշտ է, եւ դա նա երբեք չի անի, նույնիսկ եթե դա նշանակում է կորցնել ամեն ինչ։ Արդյոք նա կարող էր փրկել իր ընտանիքը առանց դավաճանելու իրեն, թե նա պետք է ընտրեր մեկը մյուսի նկատմամբ, եւ ո՞րն էր ճիշտ ընտրությունը, երբ երկու տարբերակներն էլ էին սխալ։ Երբ Ալբերտ Ազարյանը բացեց իր մարզական պայուսակը 1953 թվականի մարտի 20-ին, Երևանի կենտրոնական մարզադաշտի գլխավոր դահլիճում նա գտավ ներսում փոքրիկ ծրար, փաթաթված հին թերթի մեջ, որը հոտ էր արձակում քացախի եւ մոխրի։ Երբ նա բացեց այն, ներսում էր մետաղյա շղթա, կոտրված երկու մասի, եւ թղթի կտոր, որի վրա գրված էր միայն մեկ նախադասություն.
Քո հայրը կրել է սա 30 տարի, մինչև մահը։ Հիմա քո հերթն է կրել այն, մինչև քո շղթան կոտրվի։ Ալբերտի ձեռքերը սկսեցին դողալ, ոչ թե վախից, այլ այն հասկացողությունից, որ ինչ-որ մեկը մտել էր նրա անձնական տարածք և թողել սպառնալիք, որը ավելի խորն էր, քան ցանկացած բառ։ Նա հիշեց, թե ինչպես նրա հայրը Վազգենը մահացել էր 1949 թվականին երկաթուղու դեպոյում, երբ վագոնը հանկարծ գլորվել էր և ճզմել նրան պատի դեմ, և պաշտոնական եզրակացությունը եղել էր դժբախտ պատահար, բայց մայրը միշտ շշնջում էր, որ դա եղել է պատիժ, քանի որ Վազգենը մերժել էր լինել տեղեկատու ՆԿՎԴ-ի համար։ Հիմա 13 տարի անց ինչ-որ մեկը հիշեցնում էր Ալբերտին, որ նրա ընտանիքը արդեն իսկ վճարել է արյունով համակարգի դեմ դիմադրության համար, և եթե նա շարունակի, ապա նույն ճակատագիրը սպասում է նրան։ Ալբերտը նայեց շուրջը։ Դահլիճը դատարկ էր։ Միայն մաքրուհին էր մոպով անկյունում, բայց նա գիտեր, պատերը ունեն ականջներ և ստվերներ ունեն աչքեր, և ինչ-որ մեկը միշտ հետևում է նրան, սպասելով նրա թուլության պահին։ Նա վերցրեց կոտրված շղթան, դրեց իր գրպանի մեջ և որոշեց նա չի թողնի, որ վախը կառավարի նրա կյանքը, բայց նա նաև հասկացավ, թշնամին այլևս չի խաղում միայն նրա ապագայով, այլ նաև նրա անցյալով, փորձելով ոչնչացնել նույնիսկ նրա հոր հիշողությունը։ Ո՞վ էր այդ մարդը, որը գիտեր նրա ընտանիքի ամենախորը գաղտնիքները, և ինչու նա այդքան ատում էր Ազարյանների ազգանունը, որ պատրաստ էր պղծել նույնիսկ մեռելների հիշատակը։ Այդ օրից սկսած Ալբերտը սկսեց նկատել փոփոխություններ իր շրջապատում, փոքրիկ, բայց անհանգստացնող։ Նրա մարզիչը Արամ Տեր-Հովհաննիսյանը դարձավ ավելի լուռ, ավելի մտահոգ։ Նրա աչքերը խուսափում էին Ալբերտի հայացքից, և երբ նրանք խոսում էին, Արամը միշտ նայում էր դեպի դուռը, կարծես սպասելով, որ ինչ-որ մեկը կմտնի և կլսի նրանց խոսակցությունը։ Մարզադաշտում հայտնվեցին նոր մարդիկ, 2 տղամարդ, որոնք ներկայացան որպես մարզական բժիշկներ, բայց նրանք երբեք չմոտեցան մարզիկներին։ Միայն նստում էին տրիբունաներում և գրում էին ինչ-որ բան իրենց նոթատետրերում։ Նրանց աչքերը միշտ հետևում էին Ալբերտին, յուրաքանչյուր նրա շարժմանը, յուրաքանչյուր նրա խոսքին։ Ալբերտի մարզընկերները սկսեցին հեռանալ նրանից, ոչ թե բացահայտորեն, այլ աստիճանաբար։ Նրանք դադարեցին նստել նրա կողքին ճաշարանում, դադարեցին հրավիրել նրան իրենց հավաքույթներին, և երբ Ալբերտը հարցնում էր ինչու, նրանք պատասխանում էին. «Ոչինչ անձնական, Ալբերտ, պարզապես մենք զբաղված ենք», բայց նրանց աչքերում նա տեսնում էր վախը, այն վախը, որը ծնվում է, երբ մարդիկ գիտեն, նրանք հարևանում են մեկի հետ, ում համակարգը նշանակել է որպես թիրախ։ Ալբերտը զգաց, թե ինչպես նա դառնում է անտեսանելի, ոչ թե ֆիզիկապես, այլ սոցիալապես։ Նա դառնում էր մարդը, ում բոլորը տեսնում էին, բայց ոչ ոք չէր ուզում ճանաչել, քանի որ ճանաչելը նշանակում էր կիսել նրա վտանգը։ Բայց ամենավատը եկավ 1953 թվականի ապրիլին, երբ Ալբերտի քույրը Արմինեն, որը աշխատում էր Գյումրու տեքստիլ գործարանում, կորցրեց իր աշխատանքը։ Երբ նա հարցրեց ինչու, տնօրենը պատասխանեց. կրճատումներ։ Բայց Արմինեն տեսավ, որ նույն օրը վարձեցին 3 նոր աշխատող, և նա հասկացավ իրական պատճառը այլ բան էր։ Նա գնաց տուն և պատմեց մորը, և Սիրանուշը նստեց իր հին աթոռին և սկսեց լալ, առանց ձայնի։ Արցունքները լուռ հոսում էին նրա ծերացած այտերով, և Ալբերտը, որը այդ պահին այնտեղ էր, զգաց, թե ինչպես նրա սիրտը սկսեց ճմլվել այնպիսի ցավով, որը ավելի սուր էր, քան ցանկացած ֆիզիկական վնասվածք։ Նա գրկեց մորը և ասաց. «Մայրիկ, ներիր ինձ, սա իմ մեղքն է»։ Բայց Սիրանուշը շարժեց գլուխը և ասաց. «Ոչ, որդիս, սա ոչ թե քո մեղքն է, այլ նրանց մեղքը, ովքեր վախենում են ճշմարտությունից։ Դու չես արել ոչինչ սխալ, դու պարզապես ընտրեցիր լինել ազնիվ, և դա քո իրավունքն է»։ Բայց Ալբերտը գիտեր, ազնվությունը սովետական համակարգում դիտվում էր ոչ թե առաքինություն, այլ թերություն, և նա վճարում էր այդ թերության համար ոչ միայն իր սեփական ապագայով, այլև իր ընտանիքի ներկայով։ Այդ երեկո Ալբերտը նստեց իրենց տան փոքրիկ բակում, որտեղ նրա հայրը 13 տարի առաջ սովորել էր նրան բռնել երկաթյա գործիքները, և նա նայեց երկնքին, որտեղ աստղերը սկսում էին հայտնվել մթության մեջ, և նա մտածեց. արդյոք արժե շարունակել այս պայքարը, երբ յուրաքանչյուր նրա քայլ բերում է տառապանք նրա սիրելիներին։ Նա հիշեց Հելսինկիում այն 3 մարդկանց, որոնք սպառնացել էին նրան, և նա հասկացավ, նրանք չէին սպառնում դատարկաբանորեն, նրանք իրականում կատարում էին իրենց սպառնալիքները, աստիճանաբար, մեթոդիկորեն, ոչնչացնելով ամեն ինչ, ինչ Ալբերտը սիրում էր, մինչև նա կմնար միայնակ և կոտորված։ Բայց Ալբերտը նաև հիշեց, թե ինչու նա սկսել էր մարզվել, ոչ թե փառքի կամ փողի համար, այլ որովհետև նրա մարմինը կարող էր անել բաներ, որոնք ուրիշները չէին կարող,
եւ դա տալիս էր նրան նպատակ, ինչ որ բան, որը ավելի մեծ էր, քան նա ինքը։ Եվ նա հասկացավ, եթե հիմա հանձնվի, ապա նա ոչնչացնում է ոչ միայն իր սեփական երազանքները, այլև այն հույսը, որը նա տալիս էր հազարավոր հայ երեխաների, ովքեր տեսնում էին նրան եւ հավատում, որ նրանք էլ կարող են հասնել մեծության, անկախ նրանից, թե որքան ճնշում է համակարգը։ Նա որոշեց, նա կշարունակի ոչ թե իր համար, այլ նրանց համար, ովքեր դեռ չէին ծնվել, բայց ովքեր մի օր կհիշեն նրա անունը եւ կասեն. «Եթե Ալբերտ Ազարյանը կարողացավ, ապա մենք էլ կարող ենք»։ Բայց արդյոք այդ բավարար էր արդարացնելու այն տառապանքները, որոնք նա պատճառում էր իր ընտանիքին, թե նա պարզապես խաբում էր ինքն իրեն, կոչելով իր սկզբունքները հերոսություն, երբ իրականում դա էր էգոիզմ։ 1953 թվականի մայիսին Ալբերտ Ազարյանը ստացավ հրավեր մասնակցելու Բուխարեստի միջազգային մրցաշարին, առաջին անգամ սովետական թիմի կազմում։ Սա պետք է լիներ նրա մեծ հնարավորությունը ցույց տալ աշխարհին, թե ինչ նա կարող է անել, բայց երբ նա ստացավ պաշտոնական նամակը, նա նկատեց մի տող, որը սառեցրեց նրա արյունը։ Մարզիկը պետք է ուղեկցվի անձնական վերահսկողի կողմից ամբողջ ճանապարհորդության ընթացքում։ Ալբերտը գիտեր, թե ինչ նշանակում է անձնական վերահսկող։ Դա նշանակում էր, որ ինչ որ մեկը կլինի նրա հետ 24 ժամ օրական, կհետևի նրա յուրաքանչյուր քայլին, կլսի նրա յուրաքանչյուր խոսակցությանը եւ կզեկուցի Մոսկվա նրա յուրաքանչյուր կասկածելի վարքագծի մասին։ Սա էր համակարգի նոր մեթոդը, ոչ թե արգելել նրան մրցել, այլ վերահսկել նրան այնպես սերտորեն, որ նա զգար իրեն բանտարկյալ, նույնիսկ ազատության մեջ։ Երբ Ալբերտը ժամանեց Բուխարեստ, նրան ներկայացրին իր վերահսկողին, Վլադիմիր Պետրովիչ Սոկոլովին, 40-ամյա ռուս, նախկին ռազմական, որը ներկայացավ որպես մարզական խորհրդատու, բայց նրա աչքերը սառը էին ինչպես մետաղը, եւ նրա ժպիտը երբեք չհասնում էր նրա աչքերին։ Վլադիմիրը խոսեց Ալբերտի հետ ռուսերեն, դանդաղ, հստակ, կարծես խոսում էր երեխայի հետ։ Ալբերտ, ես այստեղ եմ օգնելու քեզ։ Ես կլինեմ քո ընկերը, քո պաշտպանը, բայց դու պետք է հասկանաս, մենք ներկայացնում ենք սովետական միությունը, եւ մեր վարքագիծը պետք է լինի ամբասիր։ Դու չպետք է խոսես օտարերկրացիների հետ առանց իմ ներկայության։ Չպետք է 10 հարցազրույցներ առանց իմ թույլտվության։ Չպետք է լքես հյուրանոցը առանց իմ ուղեկցության։ Սրանք պարզ կանոններ են, եւ ես վստահ եմ, որ դու կհետևես դրանց։ Ալբերտը նայեց նրան եւ զգաց, թե ինչպես նրա կրծքավանդակում սկսեց բորբոքվել այն բարկությունը, որը նա փորձում էր զսպել ամիսներ շարունակ, բայց նա պարզապես ասաց. «Ես հասկանում եմ»։ Քանի որ նա գիտեր, ցանկացած բողոք կդարձներ նրա իրավիճակը ավելի վատ։ Բայց ներսում նա զգում էր, թե ինչպես նրա ազատությունը սահում է նրա ձեռքերից, ինչպես նա դառնում է ոչ թե մարզիկ, այլ գերի, որը թույլատրվում է մրցել միայն այն պայմանով, որ նա ընդունում է իր շղթաները։ Բուխարեստի մրցաշարը անցավ հսկայական դահլիճում, որտեղ հավաքվել էին մարզիկներ 12 երկրներից՝ ռումիններ, բուլղարներ, չեխոսլովակներ, լեհեր, հունգարացիներ, եւ բոլորը խոսում էին իրենց լեզուներով, ծիծաղում, ընկերանում։ Բայց Ալբերտը նստած էր մենակ անկյունում, քանի որ Վլադիմիրը նստած էր նրա կողքին։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ մեկը փորձում էր մոտենալ Ալբերտին, Վլադիմիրը միջամտում էր եւ ասում. «Ներողություն», բայց Ալբերտը պետք է կենտրոնանա իր մրցույթի վրա։ Եվ մարդիկ հեռանում էին, շփոթված։ Իսկ Ալբերտը զգում էր, թե ինչպես նա դառնում է անտեսանելի նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր ուզում էին ճանաչել նրան։ Երբ եկավ նրա հերթը մրցելու, Ալբերտը բարձրացավ ջաղերի վրա եւ սկսեց իր ծրագիրը։ Եվ այդ պահին նա մոռացավ Վլադիմիրին, մոռացավ համակարգին, մոռացավ ամեն ինչ, բացի իր մարմնից եւ ջաղերից, եւ նա կատարեց այնպիսի տարրեր, որոնք ստիպեցին դահլիճը լռել, ապա պայթել ծափահարություններով։ Նա ստացավ 9 միավոր, 9 տասնորդական 5, ամենաբարձր միավորը այդ օրը, եւ երբ նա իջավ ջաղերից, ռումին մարզիկները վազեցին դեպի նրան դրկելու, շնորհավորելու, բայց Վլադիմիրը արագ միջամտեց եւ հրեց Ալբերտին հեռու, ասելով. «Ժամանակ չկա, մենք պետք է վերադառնանք հյուրանոց»։ Այդ երեկո, երբ Ալբերտը նստած էր իր հյուրանոցային սենյակում, Վլադիմիրը նստած էր դիմացի աթոռին եւ ասաց. «Ալբերտ, դու լավ մրցեցիր այսօր, բայց ես նկատեցի, որ դու ժպտացիր ռումին մարզիկներին, ինչու»։ Ալբերտը նայեց նրան անհավատալիորեն։ «Ես ժպտացի, քանի որ նրանք շնորհավորեցին ինձ, սա բնական է»։ Վլադիմիրը ասաց. «Ոչինչ բնական չէ քաղաքականության մեջ։ Ռումինները մեր դաշնակիցներն են, բայց նրանք նաև մեր մրցակիցներն են։ Դու չպետք է ցույց տաս նրանց քո զգացմունքները, քանի որ դա կարող է մեկնաբանվել որպես թուլություն»։ Ալբերտը զգաց, թե ինչպես նրա համբերությունն սկսեց սպառվել, եւ նա ասաց. «Վլադիմիր,
Ես մարզիկ եմ, ոչ թե դիվանագետ։ Ես չեմ կարող վերահասկել իմ ժպիտը։ Վլադիմիրը կանգնեց եւ մոտեցավ Ալբերտին։ Նրա դեմքը սենտիմետր էր հեռավորության վրա։ Դու կսովորես վերահասկել ամեն ինչ, եթե ուզում ես շարունակել քո կարիերան։ Հիշիր, Ալբերտ, ես այստեղ եմ ոչ թե քեզ պատժելու, այլ քեզ պաշտպանելու քո սեփական սխալներից։ Ալբերտը չպատասխանեց, քանի որ նա գիտեր, ցանկացած բառ կարող է դառնալ զենք նրա դեմ, եւ նա պարզապես շրջվեց դեպի պատուհանը եւ նայեց Բուխարեստի գիշերային լույսերին, մտածելով, արդյոք նա երբևէ կլինի ազատ, թե նա մնալու է գերի մինչև իր կյանքի վերջը։ Երբ նրանք վերադարձան Երևան, Ալբերտը գտավ իր մորը, հիվանդ, ջերմությամբ։ Բժիշկը ասաց՝ թոքաբորտ։ Բայց Ալբերտը գիտեր, իրական հիվանդությունը ոչ թե մարմնի, այլ հոգու էր, քանի որ Սիրանուշը չէր կարողանում տանել այն ճնշումը, որը համակարգը դրել էր նրանց ընտանիքի վրա։ Նա նստեց մոր կողքին, բռնեց նրա ձեռքը եւ ասաց. «Մայրիկ, ներիր ինձ»։ Բայց Սիրանուշը շարժեց գլուխը եւ ասաց. «Դու ոչինչ չես արել սխալ, որդիս։ Դու պարզապես ընտրեցիր լինել ազնիվ, եւ դա քո իրավունքն է»։ Բայց Ալբերտը տեսավ նրա աչքերում ցավը, եւ նա հասկացավ, նրա ընտրությունը վնասում է ոչ միայն նրան, այլև նրանց, ովքեր սիրում են նրան, եւ նա սկսեց կասկածել, արդյոք նա ճիշտ է ընտրել, թե նա պարզապես էգոիստ է, որը դնում է իր սկզբունքները իր ընտանիքի երջանկության վերևում։ Արդյոք կա տարբերություն հերոսության եւ հիմարության միջև, երբ երկուսն էլ բերում են նույն արդյունքը։ Տառապանք, սիրելիներին։ 1954 թվականի հունվարին Ալբերտ Ազարյանը ստացավ հեռագիր Մոսկվայից։ Դուք ընտրված եք սովետական ազգային թիմի կազմում Մելբուրնի օլիմպիական խաղերի նախապատրաստման համար։ Ներկայացեք Մոսկվա փետրվարի 1-ին։ Ուշացումը կդիտվի որպես հրաժարական։ Սա էր այն, ինչի համար Ալբերտը մարզվել էր ամբողջ իր կյանքի ընթացքում։ Հնարավորությունը մասնակցել օլիմպիական խաղերին, ցույց տալ ամբողջ աշխարհին, թե ինչ նա կարող է անել։ Բայց երբ նա ցույց տվեց հեռագիրը իր մորը, Սիրանուշը նայեց նրան եւ ասաց. «Որդիս, եթե դու գնաս Մոսկվա, դու երբեք չես վերադառնա նույնը, որը հիմա ես»։ Ալբերտը հարցրեց. «Ինչու ես այդպես ասում, մայրիկ»։ Սիրանուշը պատասխանեց. «Քանի որ Մոսկվան կփոխի քեզ, նրանք կսովորեցնեն քեզ ատել քո ազգությունը, ամաչել քո լեզվից, մոռանալ քո արմատները, եւ երբ դու վերադառնաս, դու կլինես ռուս մարմնով, բայց հայ անունով, եւ դա ավելի վատ է, քան երբեք չծնվելը»։ Ալբերտը զգաց, թե ինչպես նրա սիրտը սկսեց ճմլվել, քանի որ նա գիտեր, մայրը ճիշտ է։ Բայց նա նաև գիտեր, եթե չգնա, ապա նա դավաճանում է իր երազանքին։ Եվ երազանքը միակ բանն է, որը պահում է նրան կենդանի այս դժոխքում։ Նա գնաց Մոսկվա փետրվարի 1-ին օրը, գնացքով, որը տևեց 3 օր եւ 3 գիշեր։ Եվ ամբողջ ճանապարհի ընթացքում նա նստած էր պատուհանի մոտ եւ նայում էր անցնող լանդշաֆտներին՝ դաշտեր, անտառներ, գյուղեր, քաղաքներ, եւ նա մտածում էր. արդյոք այս հսկայական երկիրը երբևէ կթույլ տա նրան լինել ինքը, թե նա միշտ կլինի օտար իր սեփական հայրենիքում։ Երբ նա ժամանեց Մոսկվա, նրան տարան ազգային մարզման կենտրոն, հսկայական համալիր Լենինյան լեռների մոտ, որտեղ մարզվում էին Սովետական միության լավագույն մարզիկները։ Այնտեղ նա հանդիպեց իր նոր մարզիչին, Լեոնիդ Արկադևիչ Լատինինային, լեգենդար մարմնամարզիչ, որը պատրաստել էր տասնյակ չեմպիոններ, բայց որի աչքերը սառ էին, ինչպես սառույցը, եւ որի ժպիտը երբեք չհասնում էր նրա աչքերին։ Լեոնիդը նայեց Ալբերտին վերևից ներքև եւ ասաց. «Այսպիսով, դու ես այն հայտնի հայը, որի մասին բոլորը խոսում են։ Տեսնենք արդյոք դու արժանի ես այդ հռչակին»։ Հաջորդ 6 ամիսների ընթացքում Ալբերտը ապրեց դժոխքում, որը կոչվում էր նախապատրաստում։ Նա արտանում էր ժամը 5-ին առավոտյան, մարզվում մինչև ժամը 10 երեկոյան, միայն կարճ ընդմիջումներով ճաշի եւ հանգստի համար։ Լեոնիդը պահանջում էր կատարելություն յուրաքանչյուր տարում, եւ երբ Ալբերտը սխալվում էր, Լեոնիդը աղաղակում էր նրա վրա. «Դու ամաչեցնում ես Սովետական միությունը քո անփութությամբ»։ Ալբերտի մարմինը սկսեց փլուզվել, նրա ուսերը ցավում էին, նրա ձեռքերը արյունահոսում, նրա մկանները պատռվում, բայց Լեոնիդը չէր թույլատրում նրան դադարել, ասելով. «Ցավը թուլության նշան է, եւ մենք չենք ուզում թույլ մարզիկներ»։ Ալբերտը զգաց, թե ինչպես նա դառնում է ոչ թե մարդ, այլ մեքենա, որը ծրագրավորված է միայն մեկ բանի համար՝ հաղթել, անկախ նրանից, թե ինչ գնով։ Բայց ամենավատը եղավ այն, որ Լեոնիդը սկսեց փոխել նրա ոճը, ասելով. «Քո հայկական ոճը չափազանց էմոցիոնալ է, չափազանց անկանոն, մենք պետք է դարձնենք քեզ ավելի սովետական, ավելի կարգապահ»։
Ալբերտը փորձեց բողոքել, բայց Լեոնիդը ասաց. «Եթե դու ուզում ես մնալ թիմում, դու կանես այն, ինչ ես ասում եմ»։ Եվ Ալբերտը ստիպված էր ընդունել, քանի որ նա գիտեր, եթե նա հեռանա հիմա, ապա նա կորցնում է իր միակ հնարավորությունը հասնել Օլիմպիական խաղերին։ Բայց յուրաքանչյուր գիշեր, երբ նա մենակ էր իր փոքրիկ սենյակում Մոսկվայի մարզական համալիրում, նա հիշում էր իր մորը, իր քրոջը, իր մարզիչ Արամին, եւ նա զգում էր, թե ինչպես նա դառնում է ավելի հեռու նրանցից, ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես, քանի որ Մոսկվան փոխում էր նրան, ճիշտ այնպես, ինչպես նրա մայրը զգուշացրել էր։ Նա սկսեց մտածել ռուսերեն, երազել ռուսերեն, նույնիսկ աղոթել ռուսերեն, եւ երբ նա փորձում էր հիշել հայերեն բառերը, դրանք գալիս էին դժվարությամբ, կարծես նրա սեփական լեզուն դառնում էր օտար նրա համար։ Նա վախենում էր, որ մի օր նա կարդնա եւ կտեսնի հայելու մեջ ռուս մարդու, որը կրում է հայկական անուն, բայց չունի հայկական հոգի, եւ այդ մտքից նա զգում էր այնպիսի սարսափ, որը ավելի սուր էր, քան ցանկացած ֆիզիկական ցավ։ Արդյոք նա կորցնում էր ինքն իրեն հաղթանակի ճանապարհին, թե սա էր գինը, որը նա պետք է վճարեր իր երազանքի համար։ Եվ արդյոք այդ երազանքը արժե այդ գինը, երբ դա նշանակում էր կորցնել ամեն ինչ, ինչ նա սիրում էր։ Երբ Ալբերտ Ազարյանը բացեց իր փոստարկղը Մոսկվայի մարզական համալիրում 1955 թվականի սեպտեմբերի 12-ին, նա գտավ ներսում բժշկական եզրակացություն, կնքված Երևանի կենտրոնական հիվանդանոցի կնիքով, որի վրա գրված էր միայն 3 բառ. ծանր վիճակ, անհետաձգելի։ Փաստաթղթի ներսում մանրամասներ չկային, միայն նշում ձեր մայրը Սիրանուշ Ազարյանը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Ալբերտի ձեռքերը սկսեցին դողալ այնպես ուժգին, որ թուղթը ընկավ գետնին, եւ նա կանգնեց այնտեղ, անշարժ, զգալով, թե ինչպես նրա աշխարհը սկսեց փլուզվել իր շուրջը։ Նա վազեց դեպի Լեոնիդի գրասենյակ եւ բախեց դուռը, առանց թակելու, առանց սպասելու թույլտվության, եւ երբ Լեոնիդը նայեց նրան զայրացած հայացքով, Ալբերտը պարզապես ձգեց փաստաթուղթը սեղանի վրա եւ ասաց. «Ես պետք է գնամ տուն։ Հիմա»։ Լեոնիդը վերցրեց թուղթը, կարդաց այն եւ դրեց սեղանի վրա, առանց էմոցիաների։ Անհնար է։ Մելբուրնի Օլիմպիադան 3 ամիս հետո է, դու չես կարող թողնել մարզումները այս կրիտիկական պահին։ Ալբերտը զգաց, թե ինչպես նրա ներսում սկսեց բորբոքվել այն բարկությունը, որը նա զսպել էր ամիսներ շարունակ, եւ նա ասաց. «Իմ մայրը մահամերձ է, ես չեմ կարող մնալ այստեղ, մինչ նա մեռնում է մենակ»։ Լեոնիդը կանգնեց, մոտեցավ Ալբերտին եւ ասաց. «Լսիր ինձ, Ազարյան, քո մայրը հիվանդ է, բայց բժիշկները հոգ են տանում նրա մասին։ Քո առաքելությունը այստեղ է, պատրաստվել Օլիմպիադային։ Եթե դու հեռանաս հիմա, դու ոչ միայն կոտրում ես քո սեփական երազանքը, այլև դավաճանում ես քո երկրին»։ Ալբերտը նայեց նրան եւ հասկացավ. Լեոնիդի համար նա ոչ թե մարդ էր, այլ ներդրում, գործիք, որը պետք է բերեր մեդալներ, անկախ նրանից, թե ինչ գնով։ Նա ասաց. «Իմ երկիրը համ երկիրը, Հայաստանն է, ոչ թե Սովետական միությունը, եւ իմ մայրը ավելի կարեւոր է, քան ցանկացած մեդալ»։ Լեոնիդի դեմքը մոխրագույն դարձավ, եւ նա ասաց. «Եթե դու հեռանաս հիմա, դու երբեք չես վերադառնա այս թիմ։ Ես անձամբ կհոգ տանեմ դրա մասին»։ Ալբերտը շրջվեց դեպի դուռը, բայց Լեոնիդը ավելացրեց. «Եվ քո մայրը կորցնի իր բուժումը։ Մենք ունենք կապեր Երևանի հիվանդանոցում։ Մտածիր դրա մասին»։ Այդ խոսքերը սառեցրին Ալբերտի արյունը, քանի որ նա հասկացավ, սա այլևս ոչ թե խորհուրդ էր, այլ սպառնալիք։ Համակարգը պահում էր նրա մորը որպես պատանդ, ստիպելու նրան մնալ եւ ենթարկվել։ Նա զգաց, թե ինչպես նրա ոտքերը սկսեցին դողալ, ոչ թե վախից, այլ այն անզորությունից, որը նա զգում էր այս պահին։ Նա հասկացավ, եթե գնա, նրա մայրը կարող է կորցնել բուժումը եւ մեռնել, բայց եթե մնա, նա կարող է երբեք չտեսնել նրան կենդանի։ Սա էր համակարգի վերջնական թակարդը, ստիպել նրան ընտրել երկու անընդունելի տարբերակների միջև, եւ անկախ նրանից, թե ինչ ընտրեր, նա կկորցներ։ Նա դուրս եկավ Լեոնիդի գրասենյակից եւ գնաց դեպի իր սենյակը, որտեղ նա նստեց մահճակալի վրա եւ պահեց գլուխը ձեռքերի մեջ, փորձելով հասկանալ ինչպես նա հայտնվել էր այս դժոխքում, որտեղ յուրաքանչյուր ընտրություն էր դատապարտություն։ Նա հիշեց մոր վերջին նամակը, որտեղ նա գրել էր. «Որդիս, անկախ նրանից, թե ինչ կպատահի, ես հպարտ եմ քեզնով»։ Բայց արդյոք հպարտությունը բավարար էր, երբ մայրը մեռնում էր մենակ, եւ նա չէր կարող լինել նրա կողքին։ Արդյոք օլիմպիական մեդալը արժե այն գինը, որ նա վճարում էր, կորցնելով ամեն ինչ, ինչ նա սիրում էր։ Այդ գիշեր Ալբերտը չքնեց։
Նա նստեց պատուհանի մոտ և նայեց Մոսկվայի գիշերային երկնքին, որտեղ աստղերը թաքնված էին ամպերի հետևում, և նա մտածեց. արդյոք նրա մայրը նայում է նույն երկինքը Երևանում, և արդյոք նա մտածում է իր որդու մասին, թե նա չափազանց հիվանդ է նույնիսկ մտածելու համար։ Նա որոշեց. նա կմնա Մոսկվայում։ Ոչ թե որովհետև նա վախենում էր Լեոնիդից, այլ որովհետև նա հասկացավ. եթե նրա մայրը իսկապես մահամերձ է, ապա նրա հեռանալը չի փրկի նրան, բայց կոչնչաց մի այն երազանքը, որի համար նրա մայրը տառապել է այսքան տարիներ։ Նա որոշեց. նա կմրցի Մելբուրնում, կհաղթի և կնվիրի այդ հաղթանակը իր մորը, անկախ նրանից, թե նա կենդանի լինի, թե ոչ։ Սա էր նրա վերջին նվերը նրան, ապացույցը, որ նրա տառապանքները չեն եղել զուր, որ նրա որդին հասել է այնտեղ, ուր ոչ մի հայ երբևէ չէր հասել։ Բայց արդյոք սա էր ճիշտ որոշումը, թե նա պարզապես արդարացնում էր իր վախը և իր անզորությունը։ 1956 թվականի նոյեմբերի 20-ին, երբ Ալբերտ Ազարյանը իջավ ինքնաթիռից Մելբուրնի օդանավակայանում, նա ստացավ հեռագիր Երևանից։ Նա բացեց այն դողացող ձեռքերով և կարդաց. «Քո մայրը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն վատացել է։ Բժիշկները ասում են մի քանի օր, գուցե մի քանի շաբաթ։ Նա խնդրում է քեզ։ Արմինե»։ Ալբերտը զգաց, թե ինչպես նրա ոտքերը սկսեցին տալ, և նա ստիպված էր բռնվել պատից չընկնելու համար։ Նա հասկացավ. նրա մայրը մեռնում է, և նա այստեղ է, 10,000 կիլոմետր հեռավորության վրա, պատրաստվելով մրցել մարդկանց համար, ովքեր երբեք չեն հոգ տանի նրա մասին։ Նա ուզում էր վազել դեպի օդանավակայանի տոմսարկղը, գնել տոմս հետ դեպի Երևան, բայց նա գիտեր, եթե անի դա, ապա նա ոչնչացնում է ամեն ինչ, ինչի համար նա աշխատել է, և նրա մայրի տառապանքները կդառնան անիմաստ։ Նա որոշեց. նա կմրցի, կհաղթի, և հետո կվերադառնա Երևան որպես չեմպիոն, որպեսզի նրա մայրը կարողանա մեռնել հպարտությամբ, գիտենալով, որ նրա որդին հասել է գագաթին։ Մելբուրնի օլիմպիական խաղերը բացվեցին 1956 թվականի նոյեմբերի 22-ին հսկայական մարզադաշտում, որտեղ հավաքվել էին 100 հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհից։ Ալբերտը քայլեց սովետական թիմի կազմում, կարմիր մարզաշորերով, սովետական դրոշի տակ, բայց նրա սիրտը Երևանում էր, իր մոր հետ, որը մեռնում էր մենակ հիվանդանոցային մահճակալում։ Երբ եկավ մարմնամարզության մրցույթների օրը, Ալբերտը մտավ դահլիճ և տեսավ ճաղերը, սառը, մետաղյա, անտարբեր նրա ցավի նկատմամբ։ Նա մոտեցավ դրանց, շոշափեց մետաղը և զգաց, թե ինչպես նրա մարմինը սկսեց արթնանալ, յուրաքանչյուր մկան, յուրաքանչյուր նյարդ, յուրաքանչյուր բջիջ պատրաստվում էր այն պահին, երբ նա կդառնար ոչ թե մարդ, այլ մի տեսակ աստվածային էակ։ Նա բարձրացավ ճաղերի վրա և սկսեց իր ծրագիրը։ Եվ այդ պահին նա մոռացավ ամեն ինչ՝ մայրը, Մոսկվան, համակարգը, նա մոռացավ նույնիսկ ինքն իրեն, և մնաց միայն մարմինը և ճաղերը, և այն անհավատալի զգացումը, երբ ձեռքերը պահում են ամբողջ աշխարհի ծանրությունը, բայց հոգին թռչում է ազատ։ Նա կատարեց խաչ, մարմինը հորիզոնական, բազուկները տարածված, դեմքը հանգիստ, ինչպես քնած երեխայինը, և նա պահեց այդ դիրքը ոչ թե 10 վայրկյան, ոչ թե 15, այլ 30 վայրկյան։ Ռեկորդ, որը ոչ մի մարդ չէր կատարել նախկինում և որը կմնար անկոտրում հաջորդ 20 տարիների ընթացքում։ Դահլիճը լռեց այնպես, որ կարելի էր լսել նույնիսկ շնչառությունը, ապա պայթեց այնպիսի աղմուկով, որ թվում էր պատերը կփլուզվեն։ Մարդիկ ոտքի էին ելել, ծափահարում, աղաղակում, լացում, իսկ Ալբերտը պարզապես կանգնած էր այնտեղ, քրտինքով թրջված, շնչառությունը դժվար, բայց աչքերը դեռ նույն հանգիստ հայացքով։ Դատավորները ցույց տվեցին արդյունքը՝ 10 միավոր 10-ից, կատարյալ միավոր, և Ալբերտ Ազարյանը դարձավ օլիմպիական չեմպիոն, առաջին հայը, որը հասավ այդ բարձունքին։ Բայց երբ նրան հանձնեցին ոսկե մեդալը և նվագեցին սովետական հիմնը, Ալբերտը չզգաց ուրախություն։ Նա զգաց միայն դատարկություն։ Քանի որ նա գիտեր, այն մարդը, ում համար նա արել էր այս ամենը, չէր տեսնում այս պահը։ Երբ Ալբերտը վերադարձավ օլիմպիական գյուղ, նա գտավ նոր հեռագիր. «Քո մայրը վախճանվեց նոյեմբերի 24-ին, ժամը 3-ին առավոտյան։ Թաղումը կլինի նոյեմբերի 26-ին։ Արմինե»։ Ալբերտը կարդաց այդ տողերը 3 անգամ, բայց նրա ուղեղը չէր կարողանում ընդունել դրանք։ Նա նստեց մահճակալի վրա և փորձեց լալ, բայց արցունքները չեկան, քանի որ նրա ցավը այնքան խորն էր, որ անցնում էր արցունքներից։ Նա հասկացավ. նրա մայրը մեռել է նույն օրը, երբ նա հաղթել է,
Եվ նա երբեք չիմանա, արդյոք նա լսել է այդ լուրը, արդյոք նա մեռել է հպարտությամբ, թե մեռել է մենակ եւ լքված, մտածելով, որ իր որդին մոռացել է նրան։ Այդ մտքից Ալբերտը զգաց այնպիսի ցավ, որը ավելի սուր էր, քան ցանկացած ֆիզիկական տանջանք, եւ նա հասկացավ, նրա հաղթանակը եղել է նաեւ նրա պարտությունը, քանի որ նա հաղթել է մարզադաշտում, բայց պարտվել է որպես որդի։ Երբ Ալբերտ Ազարյանը վերադարձավ Երևան 1956 թվականի դեկտեմբերի 1-ին օրը, քաղաքը դիմավորեց նրան որպես հերոս։ Հազարավոր մարդիկ փողոցներում, ծաղիկներ, դրոշներ, օրկեստր, բայց Ալբերտը չտեսավ դրանք։ Նա տեսավ միայն իր մոր դատարկ տունը Կումայրու փողոցում, որտեղ ամեն ինչ մնացել էր այնպես, ինչպես նա թողել էր։ Նրա հին աթոռը պատուհանի մոտ, նրա կարի մեքենան անկյունում, նրա լուսանկարները պատերին։ Նա նստեց նրա աթոռին եւ փորձեց զգալ նրա ներկայությունը, բայց տունը դատարկ էր, սառը, անշունչ։ Նրա քույրը Արմինեն եկավ եւ նստեց նրա կողքին, եւ նրանք նստեցին լռության մեջ, երկար ժամանակ, քանի որ բառերը անիմաստ էին այս ցավի դեմ։ Վերջապես Արմինեն ասաց. «Նա խոսեց քո մասին մինչև վերջ։ Նա ասաց. «Իմ որդին հաղթելու է, ես գիտեմ դա»։ Նա մեռավ հպարտությամբ, Ալբերտ, ոչ թե դառնությամբ»։ Ալբերտը ուզում էր հավատալ դրան, բայց նա չէր կարող, քանի որ նա գիտեր, նրա մայրը մեռել է մենակ, առանց իր որդու ձեռքը բռնելու, առանց լսելու նրա ձայնը, եւ ոչ մի հաղթանակ չէր կարող փոխհատուցել այդ կորուստը։ Հաջորդ տարիների ընթացքում Ալբերտ Ազարյանը շարունակեց մրցել եւ հաղթել։ Նա դարձավ 2 անգամ օլիմպիական չեմպիոն, 5 անգամ աշխարհի չեմպիոն, 10 անգամ սովետական միության չեմպիոն։ Նա ստեղծեց տարրեր, որոնք կոչվեցին նրա անունով՝ Ազարյանի խաչ, Ազարյանի հավասարակշռություն, եւ նա դարձավ լեգենդ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Բայց յուրաքանչյուր անգամ, երբ նա կանգնում էր պատվավեդակի վրա եւ լսում սովետական հիմնը, նա մտածում էր իր մոր մասին, եւ նա զգում էր, թե ինչպես նրա սիրտը ծակվում է այն մեղավորության զգացումով, որը երբեք չէր անհետանում։ Նա հասկացավ, համակարգը հաղթել էր ոչ թե նրան պարտության մատնելով, այլ ստիպելով նրան ընտրել իր երազանքը իր ընտանիքի նկատմամբ, եւ այդ ընտրությունը հետապնդում էր նրան մինչև իր կյանքի վերջը։ Բայց ամենամեծ դավաճանությունը եկավ 1961 թվականին, երբ Ալբերտը պատրաստվում էր իր վերջին օլիմպիադային Ռոմայում։ Նա ստացավ հեռագիր Մոսկվայից. «Ձեր մարզիչը Արամ Տեր-Հովհաննիսյանը հեռացվել է պաշտոնից կասկածելի գործունեության համար։ Նա չի թույլատրվի ուղեկցել ձեզ Ռոմա»։ Ալբերտը զանգահարեց Գյումրի եւ իմացավ Արամը ձերբակալվել է եւ մեղադրվում է ազգայնական քարոզչության մեջ, քանի որ նա սովորեցրել է երիտասարդ մարզիկներին հայերեն երգեր եւ պատմել նրանց հայկական պատմության մասին։ Ալբերտը հասկացավ, սա էր համակարգի վրեժխնդրությունը նրա դեմ, քանի որ Արամը միակ մարդն էր, որը պաշտպանել էր նրան սկզբից, եւ հիմա նրանք ոչնչացնում էին Արամին, պատժելու Ալբերտին։ Նա փորձեց միջամտել, գնաց Մոսկվա, հանդիպեց պաշտոնյաների հետ, աղաչեց, բայց նրանք ասացին. «Որոշումը կայացված է, եւ դուք ոչինչ չեք կարող անել»։ Արամը դատապարտվեց 5 տարի աքսորի Սիբիր, եւ Ալբերտը երբեք չտեսավ նրան կրկին, քանի որ Արամը մեռավ աքսորում 2 տարի անց, սառույցի եւ մենության մեջ։ Այդ օրից սկսած Ալբերտ Ազարյանը հասկացավ, համակարգը երբեք չի ների, եւ յուրաքանչյուր անգամ, երբ նա հաղթում էր, նա վճարում էր գնով, որը ավելի ծանր էր, քան ցանկացած մեդալ։ Նա շարունակեց մրցել մինչև 1966 թվականը, երբ նա վերջապես հեռացավ մարզից 43 տարեկան հասակում, իր մարմինը կոտրված, իր հոգին հոգնած, բայց իր անունը հավերժացված պատմության մեջ։ Նա դարձավ մարզիչ, սովորեցրեց նոր սերնդին եւ փորձեց փոխանցել նրանց ոչ միայն տեխնիկան, այլև այն դասերը, որոնք նա սովորել էր իր կյանքի ընթացքում, որ հաղթանակը միշտ գալիս է գնով, եւ այդ գինը երբեմն չափազանց բարձր է։ Ալբերտ Ազարյանը վախճանվեց 2005 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում 81 տարեկան հասակում։ Նրա թաղումը եղավ ազգային սուգ։ Հազարավոր մարդիկ եկան հրաժեշտ տալու այն մարդուն, որը ցույց տվեց աշխարհին, թե ինչ նշանակում է լինել հայ։ Բայց ամենաշատը հիշվեցին ոչ թե նրա մեդալները, այլ նրա պայքարը համակարգի դեմ, նրա հավատարմությունը իր արմատներին, նրա մերժումը դավաճանել ինքն իրեն, անկախ նրանից, թե ինչ գնով։ Նրա գերեզմանի վրա փորագրված է միայն մեկ նախադասություն. նա մնաց հայ մինչև վերջ։ Բայց ով էր այն ստվերային մարդը, որը տվել էր հրամանները Ալբերտի դեմ, եւ ինչու նա այդքան վախենում էր հայ մարզիկից։ Արխիվները, որոնք բացվեցին 2010 թվականներին, բացահայտեցին անունը՝ Վիկտոր Իվանովիչ Չեռնով,
մարզական կոմիտեի փոխնախագահ, որը ատում էր ազգային փոքրամասնություններին եւ հավատում էր, որ սովետական մարզիկը պետք է լինի ռուս, անկախ իր ծննդավայրից։ Չեռնովը մեռավ 1988 թվականին, մոռացված եւ անարգված, մինչդեռ Ալբերտ Ազարյանի անունը դարձավ հավերժական։ Արդարությունը, թեև ուշացած, վերջապես հասավ։ Բարեկամներ, ինչպես եք վերաբերվում Ալբերտ Ազարյանին։ Արդյոք նա զոհ էր համակարգի, թե ինքը պատասխանատու էր իր ընտրությունների համար։ Արդյոք նա պետք է հանձնվեր եւ փրկեր իր ընտանիքը, թե ճիշտ արեց շարունակելով պայքարը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, արդյոք նրան հիշում են ձեր քաղաքում։ Սեղմեք հավանել ճշմարտության համար եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Ավելի շատ պատմություններ լսելու համար այն մարդկանց մասին, ովքեր փոխեցին պատմությունը, բայց վճարեցին անչափելի գնով։